Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, 3 ամիս եւ ավելի է ինչ արդեն գոյություն ունի օգոստոսի 8-ի փաստաթուղթը, ստեղծված նոր իրողությունները եւ ինչու՞ չէ նաեւ որոշակիորեն գետնի վրա, որովհետեւ մենք տեսանք Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենը եւ այսպես շարունակ, բայց ամեն դեպքում դեռ կան դերակատարներ, ուժեր, որոնք պնդում են, որ օգոստոսի 8-ը նախ ոչ մի բանով չի տարբերվում նոյեմբերի 9-ից եւ այն, որ ճիշտ կլինի վերադառնալ նոյեմբերի 9-ին, դրա ջատագովները գիտեք, հատկապես խորհրդարանական ընդդիմությունն է եւ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության վերջին իր հարցազրույցում էլի նման պնդումներ արեց։ Որտեղ է խնդիրը, պարոն Առաքելյան, արդյոք մենք կարող ենք նոյեմբերի 9-ը համարել, այսպես ասած, դեռևս կենսական փաստաթուղթ, որին հնարավոր է վերադառնալ, թե օգոստոսի 8-ով ըստ էության վերջակետ դրվեց նաև նոյեմբերի 9-ի կենսականությանը։ Իհարկե օգոստոսի 8-ը այլ իրողություններ է ստեղծում եւ այդ իրողությունների պայմաններում չի կարող գոյություն ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը մենք համարում ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ինչ վերաբերում է ձեր կողմից նշած խորհրդարանական ընդդիմությանը եւ Ռոբերտ Քոչարյանին, տեսեք, այս շրջանակները վերջին ամիսների ընթացքում մշտապես բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի 9-րդ այդ փաստաթղթի 9-րդ կետը, որը փաստացի Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցով հաստատեց, որ դա ըստ էության իր մեկնաբանությամբ միջանցք է, այնքան որ բառացիորեն նշեց, որ դա սիմետրիա ունի Լաչինի միջանցքի հետ, այսինքն դա միջանցքային տրամաբանության ինչ որ ճանապարհ պետքա լինի ըստ Ռոբերտ Քոչարյանի ադրբեջանական կողմի եւ ռուսական կողմի պնդումների, բայց միևնույն ժամանակ տեսեք հետաքրքիր բան է ասում, որ դա միջանցք է, բայց միևնույն ժամանակ հաջորդ պահին ինքը մեղադրում է Հայաստանի վարչապետին, որ ըստ էության ինքը այդ փաստաթղթի 9-րդ կետը չի իրագործել, հետեւաբար կարող ենք ասել, որ ինքը փաստացի մեղադրում է ուրեմն Հայաստանի վարչապետին Ադրբեջանին միջանց չտալու մեջ։ Իհարկե այդ հարցազրույցում այդ հատկապես այդ հատվածում կան լուրջ հակասություններ, մի կողմից ասում է, որ միջանցք կա, մյուս կողմից ասում է, դե այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չէր պետքա իրականություն դարձնեին այդ փաստաթուղթը։ Մենք գիտենք, որ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ միջանցքը վերաբերում է այդ փաստաթղթում միայն Լաչինի միջանցքին։ Մենք գիտենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարը ժամանակին հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր միջանցք է խոստովել եւ հիմա միջանցք կտա եւ այսպես շարունակ, այսինքն այս ամենից հետո կրկին այդ մարտիկ վերադառնում են այդ նոյեմբերի 9-րդ կետի թեմային, ինչու են վերադառնում, այ Քոչարյանը այսպեսի մի արտահայտություն արեց, պետք էր կարճած մնալ այդ փաստաթղթից, դեռ թողենք այն հանգամանքը, որ իրենք այդ փաստաթուղթը համարում էին կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց հիմա երազանքի փաստաթուղթ։ Հա, հիմա Քոչարյանը ասում է, որ գիտեք, դա այն փաստաթուղթն էր, որով հնարավոր էր պահել Արցախը։ Այսինքն այդ հակասությունները ցույց են տալիս, որ այս մարդկանց համար կարևոր է տվյալ ժամանակի, տվյալ պահի իրենց նեղ անձնական քաղաքական շահերը եւ թեկուզ այդ փաստաթուղթը կապիտուլյացիոն չէր, բայց իրենք պատրաստ էին կամ իրենք դա համարեցին կապիտուլյացիոն, որպեսզի գործող իշխանությունների դեմ ինչ որ բան ունենան։ Եվ այստեղ հիմա ինչու են իրանք շարքում կամ փորձում այսպես էլի կրկին դաշտ բերել այդ 9-րդ կետը, քանի որ իրենք հասկանում են, որ այստեղ ռուսներին խոս տալու իրենց հնարավոր իշխանության դիմաց եւ աջակցության դիմաց խոս տալու թերևս ամենակարևոր գործոնը մնացել է 9-րդ կետը եւ իմ տպավորությունը այսպեսին է, որ իրանք ասել են, որ այո, եթե մենք գանք մեզ բերեք կամ մեզ օգնեք գանք իշխանության ըստ հին տրամաբանության, իրենք այդ միջանցքը կտան եւ իրենք այսօր պարզ դրա մասին խոսում են, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ էլի շատ շրջանակներ, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը պետքա պահել եւ նրանք նույնիսկ հաշվի չեն առնում են հանգամանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն ու ոչ այդքան Հայաստանի մասին էր, որքան Արցախի մասին էր եւ այդ փաստաթղթի առարկա հանդիսացող ուրեմն սուբյեկտը
գոյություն չունի տվյալ դեպքում Արցախը գոյություն չունի եւ այդ պայմանագրի կետերը խախտել են ոչ թե Հայաստանը, այլ այն կողմը, տվյալ դեպքում Ռուսաստանը եւ բնականաբար Ադրբեջանը, Ռուսաստանի պարագայում, ով երաշխավորն էր այդ ուրեմն թղթի տեսեք Քոչարյանն ասում է հայկական կողմը ջանք չի խնայել, որպեսզի ռուս խաղապահները գնան։ Այսինքն հայկական կողմը ինչ ջանք պետք է ուրեմն բանաներ, եթե ամբողջությամբ պատասխանատվությունը այնտեղ Ռուսաստանն է վերցնել, ինքը պատճառաբանում որ Հայաստանը ճանաչեց, չգիտեմ, Պրահայում Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եթե դա խանգարում էր ռուսներին, ապա տվյալ դեպքում ինչու Ռուսաստանի նախագահը 2020 թվականին երկու անգամ ուրեմն հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախը հայտարարելով որպես Ադրբեջանի մաս։ Եթե դա խանգարում է ռուսներին, ապա իրանք ինչու ուրեմն այդ խաղապահ զորամիավորումը տեղակայեցին այնտեղ։ Իհարկե սա ռուսներին կամ ռուսական կողմին հերթական անգամ արդարացնելու եւ բոլոր մեղքերը Հայաստանի վրա փաթաթելու հերթական այսպես ակցիաներ եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք որ մարդիկ արդեն բացայբաց Հայաստանի դեմ ցուցմունքներ են տալիս, Հայաստանի դեմ սուտ մատնություն են դա վտանգավոր չի, պարոն Առաքելյան, իհարկե դա վտանգավոր է, դա վտանգավոր է, հատկապես երբ որ Հայաստանին մեղադրում են պատերազմը հրահարելու մեջ, դա վտանգավոր է եւ ես համոզված եմ առաջիկայում ուրեմն Ադրբեջանը դա կօգտագործի Հայաստանի դեմ, այո, արդեն օգտագործում է եւ այս մարտիկ չունեն բարոյական որևէ կարմիր գծեր եւ կրկնեմ իրենց նեղ անձնական շահերով պայմանավորված իրենք պատրաստ են նույնիսկ Հայաստանի դեմ սուտ մատնություն իրականացնել կամ սուտ մատնությամբ ցուցմունք տալ Բայրամովների դեպ հայտարարել, որ այդպես փաստահավաք խումբ են ստեղծել, որոնք հենց հավաքագրում են բոլոր այն նախադրյալները, փաստերը, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը սադրել 2020 թվականի պատերազմը, այսինքն այս հայտարարություններին չեն գալիս օգնելու երկրորդ, երրորդ նախագահների այդ հայտարարությունները։ Այդ փաստերի, այսպես ասենք, այդ նյութերի մեջ տեղ են գտնելու Հայաստանի առնվազն 3 նախկին նախագահների ցուցմունքները Հայաստանի դեմ եւ ես դրա համար իրենց ողջունում։ Եվ դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ կարծես թե այս նոյեմբերի 9-ի մասին խոսակցությունները ավելի շատ ուղղված են Ռուսաստանին, որ տեսեք, մենք վերադառնալով խոստանում ենք կամ վերադառնալու ենք, ասենք մենք կարող ենք ենթադրել, որ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շահառուները եւ կամ լսարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէ եւ Հայաստանին չի վերաբերվում դա։ Իհարկե Հայաստանին չի վերաբերվում։ Իհարկե այստեղ իրենք թույլ են տալիս շատ կարևոր ռազմավարական սխալ, որին ես կանդրադառնամ, բայց բնականաբար իրենց հարցազրույցների առնվազն 80%-ը մի մասը վերաբերում է Ռուսաստանին, մի մասը վերաբերում է Ադրբեջանին։ Եվ իրենք ամենակարևոր սխալը, որ թույլ են տալիս, իրենք կարծում են, թե Հայաստանում օրինակ որևէ երրորդ երկիր կարող է ինչպես նախկինում էր իշխանություն վերցնել, նվիրել իրենց, իսկ իրենք դրա դիմաց օրինակ, չգիտեմ, Հայաստանի ինչ որ էլի տնտեսական կարողություններ, քաղաքական սուվերենությունը կարող են զիջել այդ երրորդ երկրներին, իրենք եւ Ռուսաստանը այստեղ հաշվի չեն առել եւ ներկայում էլ հաշվի չեն առնում ժողովրդի քաղաքացիների գործոնը եւ հենց այստեղ է որ իրանք ստրատեգիական սխալ են թույլ տալիս եւ որը բերում է նաեւ ստրատեգիական պարտության։ Եվ պարոն Առաքելյան, մեղադրանքների մեջ այսպես հակասությունները շատ են, օրինակ Սերժ Սարգսյանը ասում է Փաշինյանը ոչ մի թիզական է։ Մինչ այդ ասում էին, որ Փաշինյանը հողատու է։ Հիմա որտեղ է տրամաբանությունը նաև այս մեղադրանքների։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ բանակը կազմաքանդվել է 18-ից 20 թվականներին եւ դրա համար ունեցանք պարտությունը։ Ասում է պատերազմի երկրորդ օրը ինքը Ղարաբաղում է եղել, երրորդ օրը արդեն գիտեր, որ պարտվելու ենք։ Այսինքն որտեղ է այս տրամաբանական շղթան։ Տեսեք, ես նշեցի, որ օրինակով էլի, որ այս մարդիկ, երբ որ այս մարդիկ ցանկացած իրադրություն տվյալ ժամանակահատվածում մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց անձնական շահերն են դա թելադրում, ոչ թե պետության շահերը, եւ բնականաբար իրենց արդարացնելու համար իրանք նման մանիպուլյացիաների են դիմում եւ
Սերժ Սարգսյանը երբ իշխանությունից հեռացվեց, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է եւ հողերը ուզում է հանձնել։ Իմ խորին համոզված ինչու այդ ժամանակահատվածում մենք զարմացած ենք, թե օրինակ Սերժ Սարգսյանը ինչու է էլի նման հայտարարություններ անում, բայց կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր այն ամենից, ինչը ինքը արել է, տեղյակ էր այն ուրեմն բանակցային գործընթացի արդյունքներից ինչին ինքը հասել է, իսկ ինքը հասել էր պատերազմի 5 րոպե պակաս եւ դրա համար ինքը հասկանում էր, որ պատերազմը անխուսափելի է եւ ինքը լավ հասկանալով իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառուցած բանակի պոտենցիալը, ինքը ենթադրում էր, որ այդ պատերազմում Հայաստանը ուրեմն շանսեր չունի հաղթելու եւ հետեւաբար ինքը նախապես հայտարարում էր, որ եկել են հողերը հանձնել, որպեսզի հետագայի մասը տեսեք թե ինչ տեղ ունեցավ, կրկնեմ, ինքը գիտեր ինչա տեղ ունենալու իմ խորին համոզմամբ, քանի որ ինքն էր այդ ամենի ճարտարապետը եւ ինչ վերաբերում է բանակին, ապա ես առնվազն ծառայել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների այդ անցումային ժամանակահատվածներում, երբ որ նաեւ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարար, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն էր մինչև 2007 թվականը, եւ այդ ժամանակահատվածից ծառայել եմ տարբեր զորամասերում, ծառայել եմ նաեւ առաջնագծում եւ այդ ժամանակահատվածի բանակը ինձ ամբողջությամբ իր ամբողջ կառուցվածքով, կրթական ծրագրերով, զինվածությամբ, զորքերին, զինվորներին պահելու կարողություններով, այլ վարք ու բարքերով ամբողջությամբ ինձ ծանոթ է եւ այո, ես կրկնեմ նույնիսկ մեր մոտ ոչ միայն սնունդներ թերի, զենքներ թերի, այլ նաեւ մարտական դիրքերում ծառայության անհրաժեշտ զինվորների քանակներ ոչ ամբողջությամբ այն պարագայում, երբ որ մեր դիմաց կանգնած էին ադրբեջանական լավ զինված եւ բազմամարդ ուրեմն մարտական դիրքերը, ավելին, երբ որ իրենք խոսում են, որ բանակը կազմաքանդեց, 18 թվականից առնվազն մինչև 20, 21, 22 նույնիսկ թվականները շատ լուրջ կադրային փոփոխություններ չեն արվել, ինչի համար իդեպ մենք հենց դրա համար ենք քննադատում նաև իշխանությունները, որ իրենք չեն գնացել այդ արմատական կադրային փոփոխությունների եւ տեսեք թե ովքեր էին բանակի գլխավոր հրամկազմը, Դավիթ Տոնոյանը, ով էլի Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է պաշտպանության փոխնախարար, Օնիկ Գասպարյանը, ով այն ժամանակ, եթե չեմ սխալվում, էլի շտաբի պետի տեղակալ էր, ով դարձավ շտաբի պետ, տարբեր զորամիավորումների ղեկավարներ, ովքեր մեծ առումով չեն փոխվել կամ եթե փոխվել են տեղակալները եկել եւ դարձել են, այսինքն դրանք օթից վերցրած զինվորականներ չեն, դրանք այն զինվորական սերունդն է, այդ վերջի 20 տարիների, ովքեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում չգիտեմ, լեյտենանտից դարել են գեներալներ եւ ղեկավարել են բանակը, այսինքն դրանք կրկնեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում պատրաստված զինվորականներն են եղել, ովքեր ընդհանուր մինչև 2022 թվականը ղեկավարել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ այս առումով ասել, որ բանակը կազմաքանդեց, չգիտեմ, գեներալներին ձերբակալեց, ոչ մի ըստ էության այդ ժամանակահատվածում, եթե հիշողությունս չի դավաճանում, ոչ մի այդպես լուրջ զինվորական գործող չի էլ ձերբակալվել, եթե ես չեմ սխալվում, գործող զինվորական։ Եվ հետեւաբար սա նույնպես մանիպուլյացիա է եւ սա նույնպես մեղքը իրենցից հեռացնելու եւ դիմացինի վրա գցելու պարզ պրիմիտիվ քարոզչություն է, որը որևէ քննադատության, եթե մենք դիտարկենք փաստերը, ապա կհասկանանք, որ այստեղ ճշմարտության հատիկ նույնիսկ գոյություն չունի։ Դե Քոչարյանը հենց այդպես էլ մեկնաբանում է, որ այո, ամենատարբեր բարձրաստիճան զինվորականներին այսպես շինծ ու մեղադրանքներ էին առաջադրվում, անգամ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացան, որովհետև ՀԱՊԿ տարբեր պաշտոնյաների էին անգամ այդ մեղադրանքները առաջադրվում եւ այսպես շարունակ։ Այսօր էլ մամուլում արդեն մամուլից տեղեկացանք, որ Աշակ Կարապետյանի հանդեպ է հանրային քրեական հետապնդում հարուցվել, հիմա սա կարող է դառնալ հենց այդ Ռոբերտ Քոչարյանի նշած այդ դոսիեներից մեկը, էլի։ Տեսեք, ՀԱՊԿ-ի հետ կապված, եթե օրինակ
այն ժամանակ Հայաստանը նախագահում էր ՀԱՊԿ եւ գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչն էր եւ եթե իր հետ կապված իրավապահ մարմինները խնդիրներ ունեն, դա ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները առաջացնել, վերջիվերջո մենք դատական process-ներից հասկացանք, որ այս մարդիկ սեփականացրել են բանակի գույքը զորամասը վերցրել եւ վաճառել են ու էլի այդպես շատ ուրեմն արարքներ, որոնք քրեական ուրեմն վարույթներում են, իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից նշած Արշակ Կարապետյանին, ապա այս մարդը հերթական, չգիտեմ, արտաքին ազդեցության, հա, գործակալներով լինելով նման բարձր պաշտոնների այսօր փախել է Հայաստանից եւ էլի Ռուսաստաններում Հայաստանի վրա գործեր է տալիս եւ մեծ առումով տեսեք սրանք են մարդիկ են ովքեր բոլորից բարձր են գոռում իբր Հայաստանի իշխանությունների դավաճանությունների մասին, բայց ըստ էության եթե խորանում ենք այդպիսի քրեական գործերում, ապա կարող է պարզվել, որ իրական դավաճանները իրենք են, իրական հետնահանջի, տեսեք այդ անձնավորությունը մինչև վերջերս հայտարարում էր, որ ես ցանկացել եմ հրաման տալ կրակել, բայց ինձ արգելել են այդ հրամանը տալ, բայց պարզվում է, որ իրականում ինքն է հրաման տվել, եթե չեմ սխալվում, այդ Սև լճի տարածքին է վերաբերում, ինքն է հրաման տվել նահանջի, որի արդյունքում հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները եկել եւ դիրքավորվել են այդ տարածքներում։ Լավ, պարոն Արաքելյան, խոսենք նաև Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ շոկերի մասին, ասում է, որ իր համար ամենամեծ շոկն այն էր, որ 2021 թվականին վերընտրվեց պատերազմում պարտված եւ այդքան զոհեր բերած քաղաքական ուժը, այսինքն նկատի ունի իշխող ուժին եւ ասում է, որ հուսով է 2026 թվականին դա չի լինելու, որովհետեւ ինքը խոստանում է, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա եւ ինքը հնարավորություն ունենա գալ, հանրային համերաշխություն է նախ սահմանելու, հանրային համերաշխություն է բերելու, որովհետեւ այս իշխանությունները իր բառերով ասած եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը չար է եւ կոնֆլիկտածին, կոնֆլիկտով են սնվում եւ այսպես շարունակ։ Նաեւ ասում է, որ մի շարք հարցերի պատասխաններ թե ինչու տեղի ունեցավ 44 օրյա պատերազմը, ինչու պարտվեցինք, հենց այդ պարագայում պարզ կլինի, երբ որ լինի իշխանափոխություն եւ ինքը գա իշխանության։ Ինչ հանրային համերաշխության մասին է խոսքը, պարոն Արաքելյան։ Տեսեք, նախ նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականին նույնպես շոկի կենթարկվի, այնպես որ թող իրան երևի առողջ պահի, որպեսզի կարողանա դիմանա, արդեն տարիքով մարդ է, կարա երկրորդ շոկին արդեն չդիմանա, ինչ վերաբերում է հանրային համերաշխությանը, ապա ես այսպիսի մի օրինակ բերեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը, երբ որ տեղափոխվեցին Հայաստան եւ զբաղեցրեց վարչապետի հետագայում նաեւ բռնազավթեց Հայաստանի նախագահի պաշտոնը, աթոռը, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը ըստ իրենց պնդումների աղքատ մարդիկ էին։ Բայց այդ 10 տարիների ընթացքում իրենք դարձան միլիարդատերեր առնվազն դրամով եւ ընդհակառակը մեր քաղաքացիները աղքատացան եւ դրանց զգալի մասը շուրջ 250,000 քաղաքացիներ արտագաղթեցին երկրից։ Հետևաբար որտեղ է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների այդ հանրային համերաշխությունը, երբ որ աղքատ նախագահ եւ իր ընտանիքը գալիս եւ դառնում են մուլտի միլիոնատերեր, իսկ քաղաքացիները, ովքեր ամենօրյա իրանց աշխատանքն են տարել, դառնում են շատ ավելի աղքատ եւ չքավոր, այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանի հանրային համերաշխության մոդելը դա է, ապա ցավում եմ իր համար, ինքը հերթական անգամ էլի ստում է, քանի որ Հայաստանում առնվազն իր կառավարման 10 տարիների ընթացքում չի եղել որևէ համերաշխության մթնոլորտ, թե հանրային, թե սոցիալական, թե քաղաքական եւ այլն եւ այլն։ Մենք գիտենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների բռնաճնշումների մասին եւ դրա մասին փաստեր կան, դրանք հարուցված որոշ դեպքերում քրեական գործեր կան
եւ այլն եւ հետեւաբար խոսել հանրային համերաշխության մասին, պարզապես հերթական անգամ նայել քաղաքացիների աչքերին եւ ստել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչ վերաբերում է իր ասած բացահայտումների մասին, ապա մենք նաեւ տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակների արդարադատությունը, որտեղ ոչ թե արդարադատություններ իրականացում, այլ չգիտեմ, մեղավորներ էին կարգում եւ հետեւաբար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը եթե գա իշխանության, ապա կոնկրետ մարդկանց կոնկրետ հրահանգներով կնշանակեն մեղավոր եւ իրենց ձեռքով այդ արդարադատությունը ճակերտների մեջ կիրականացնեն։ Վերադառնանք արդեն Սերժ Սարգսյանի մի քանի պնդումների եւ մեղադրանքների, Սերժ Սարգսյանի շոկերի մասին նաեւ խոսենք, օրինակ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինչ տարբերություն թալանի եւ վատնելու մեջ, եթե անմարդաբնակ կամ քիչ բնակեցված հեռավոր գյուղերում դպրոց են կառուցում 20 երեխայի համար, դա գումարի վատնում է եւ նույն բանն է ինչ թալանել, այսինքն դպրոց կառուցելը հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում դա հավասարազոր է գումարը թալանելուն եւ այսպես շարունակ այս միտքը իդեպ օրեր առաջ նաեւ Նարեկ Կարապետյանն էր ասել որ պետք է կառուցել ոչ թե դպրոցներ ու ճանապարհներ այլ գործարաններ հիմա հասկանանք ինչու՞մն է խնդիրը պարոն Առաքելյան ինչու է այսպես դպրոցների դեմ արշավ սկսվել եթե կարելի է այդպես մեկնաբանել իրականում սա դպրոցների դպրոցաշինության դեմ նկատի դպրոցաշինության ու նախ եւ առաջ բարձր որակի կրթության դեմ պայքար է, քանի որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նույն Կարեն իրանց նաև համակարգի տնտեսական հիմքը հանդիսացող Նարեկ Կարապետյանի հորեղբոր ժամանակահատվածներում իրենց պետք չէին կրթված մարդիկ, իրենց պետք էր ուրեմն տգետ եւ չքավորության մեջ ապրող քաղաքացիներ, որոնց կասեին վերցրես 5-10 հազար դրամը սա է քո ուրեմն հասանելիքը եւ կքվեարկես այնպես ինչպես կասենք իսկ կրթված եւ գրագետ մարդը կամ սոցիալապես ապահով մարդը բնականաբար չէր գնա նման քայլի ավելին կհիշեք Սերժ Սարգսյանի ուրեմն վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ առիթով երբ որ ասում են մարդիկ արտագաղթում են հրճվանքով հայտարարում էր որ ընդդիմադիր մասան է արտագաղթում, այսինքն դրանք նաև այն քաղաքացիներն են, ովքեր չէին համակերպվում եւ հեռանում են ուրեմն Հայաստանից, այն պայմանների պատճառով, որ ստեղծել էին եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է էլի դպրոցներին կամ եթե չեմ սխալվում ասում են գործարաններ պետք է կառուցենք, այս մարդիկ չեն հասկանում շատ պարզ պրիմիտիվ տրամաբանություն։ Նախ դպրոցաշինությունը ինքը ըստ էության տնտեսության շատ կարևոր, եթե վերցնենք, որ դա նաև ներդրում է կրթության մեջ, դա նաև արդյունաբերության, տնտեսության կոնկրետ ուղղություն է, հա, շինարարության ուղղությունը, որը իր հետևից լոկոմոտիվի նման քաշում եմ տանում է մի քանի ուղղություններ, այդ թվում այդ դպրոցներում օգտագործվող բետոնը, ամրանները, չգիտեմ, ցեմենտը, պատին քսվող մածուկները, քարերը եւ այլն, այսինքն տարբեր ուրեմն նյութեր դրանք արտադրվում են նաև տարբեր գործարաններում, տարբեր ուրեմն այսպես ասենք արտադրամասերում եւ խթանում են նաև տնտեսության այդ ուղղությունը, այսինքն երբ որ կառուցվում է դպրոց, ճանապարհ, այդ նշանակում է կոնկրետ գործարաններ աշխատում են, դու չես կարող գործարան կառուցել եւ չապահովել դրա ուրեմն արտադրանքի պահանջարկը եւ հետեւաբար այդ պրիմիտիվ հայտարարությունները ես կարծում եմ էլի ուղղված են էլի մանիպուլատիվ են եւ ըստ էության կարծում եմ մեր քաղաքացիները լավ անալիզ անում են այդ հայտարարությունները եւ տեսեք այսօր եթե ցանկացած լավ բան անես, իրենք միևնույն է փորձելու են ինչ որ մի բան գտնել եւ ասել, որ սա չպետք է անեին, նա պետք է անեին։ Իրենք 20 տարի կառավարել էին եւ ժամանակ ունեին եւ դպրոց կառուցել եւ գործարաններ կառուցել եւ մանկապարտեզներ կառուցել եւ ճանապարհներ, չգիտեմ, բուժհաստատություններ եւ այլն 20 տարի դա պետության պատմության մեջ շատ բավականին մեծ ժամանակահատված է, որովհետեւ դու այդ պետությունը որակապես շրջես բարձրացնես նոր մակարդակի, ընդ որում այդ 20 տարիներ ըստ էության եղել են այնպիսի տարիներ, երբ որ Հայաստանը
97 թվին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը արդեն տեղափոխվել է Հայաստան, երկիրը արդեն հաղթանակած պատերազմից դուրս է եկել, էներգետիկ այդ ճգնաժամից դուրս է եկել եւ մնում էր ընդամենը տնտեսապես զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, բայց այս մարդիկ եկան եւ իրենք տնտեսապես զարգացան եւ բարգավաճեցին եւ մի հատ էլ օրինակ ասենք Ռոբերտ Քոչարյանը բերում է Սինգապուրի կամ չգիտեմ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի օրինակները։ Այ եթե օրինակ Հայաստանում հիմա փորձեն Սինգապուրի մոդելով պետություն կառուցեն, ապա Ռոբերտ Քոչարյանը եւ իր շրջապատի առնվազն կեսը պետքա հայտնվեն խիստ ռեժիմի ուղիչ աշխատանքային գաղութներում, իսկ մնացած կեսին միգուցե չգիտեմ, պետքա երևի գնդակահարեն ինչ որ պատի տակ, այդ Սինգապուրը այդպես է կառուցել, եւ եթե Ռոբերտ Քոչարյանը այդ մոդելով է ուզում որ պետություն կառուցվի, խնդրեմ, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը Սինգապուրի անուն է տալիս, ինքը 10 տարի ունեցել է այդ հնարավորությունը, Սինգապուրի վարչապետը նույնիսկ բանտարկել է իր ամենամոտ մարդկանց եւ հարազատներին, ովքեր կոռուպցիոն ուրեմն սխեմաների մեջ են եղել եւ երբ որ դու օրինակը բերում ես, պետքա նաեւ նայես քեզ, երբ որ դու եկել ես կրկնեմ դարձել ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նախագահ, դու եղել ես շարքային միջին վիճակագրության եկամուտներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց քո նախագահության ավարտից հետո դու դարձել ես առնվազն դոլարով միլիոնատեր, դրա մասին առնվազն խոսում են իր որդու հաշիվների շրջանառությունը եւ այստեղ է որ հակասությունը կա Սինգապուրի քաղաքական էլիտայի եւ իր միջև, այսինքն դու կարող ես գաս շատ գեղեցիկ խոսես Սինգապուրի մասին, բայց իրականում դու լինես հակա Սինգապուր, հա, քո օրինակով ու տեսակով։ Եթե մենք չմտնենք երկրորդ եւ երրորդ նախագահի որոշ հակասությունների մեջ, որոնք նաեւ հարցազրույցում է երևում պարոն Առաքելյան, բայց ամեն դեպքում Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական կարծես թե նպատակներից մեկն այն էր, որ բոլոր սլաքներն ուղեց դեպի Կարեն Կարապետյանը, նրան անգամ մեղադրեց իր հրաժարականի մեջ եւ այսպես շարունակ։ Սա ինչ միտում ունի, հատկապես այն ամենի ֆոնին, երբ խոսվում է, որ մեր ձևով շարժման, այդ ապաքաղաքական շարժման ղեկավարը եւ կամ վարչապետի տեխնացուն մամուլում առնվազն ընդդիմադիր խոսվում է, որ կարող է լինել Կարեն Կարապետյանը։ Հիմա Սերժ Սարգսյանի կողմից նման հայտարարությունները ինչ նպատակ եւ ինչ միտում են հետապնդում։ Տեսեք, ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչ է եւ այդ կապերը, եթե չեմ սխալվում, նույնիսկ բարեկամական կապեր կան։ Եվ բնականաբար սա խոսում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին եւ մեղադրելով Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանն նաեւ ենթատեքստում մեղադրում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին, իսկ որ այդ հակասությունները եղել են նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, դա ակնհայտ է, ավելին կային խոսակցություններ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի կամ տվյալ դեպքում Ռուսաստանի նախագահի հարաբերությունները թունավորում է հենց Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից նստած եւ այս ուրեմն հարցազրույցը կամ այդ շեշտադրումը հենց խոսում է դրա մասին, որ փաստացի Սերժ Սարգսյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ կրկնեմ Կարեն Կարապետյանը, որքանով էլ նա դարձավ այն ժամանակ վարչապետ, բայց դա հանրապետական թիմի անդամ չէր եւ բոլորը այնտեղ Կարեն Կարապետյանին օտար էին համարում, ավելին համարում են Ռոբերտ Քոչարյանի թիմակից։ Քաղաքական դերակատարների առումով պարոն Առաքելյան, մասամբ հասկանալի է, թե ինչու են նման հայտարարություններ հնչում։ Եկեղեցին է շարունակում իր դիրքորոշումը չփոխել, օրերս տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա այսպես նստաշրջանը, որից հետո տեքստ հրապարակվեց Մայրաթորի էջում, որը կարծես թե ոչ այնքան հոգևոր խորհուրդ ունեցող էր, որքան քաղաքական ենթատեքստ, այնտեղ մասնավորապես ասվում էր, որ հոգևոր Գերագույն խորհուրդը, այո, սատարում է Էջմիածնին եւ նրանց բոլոր այդ մոտեցումները եւ ասում էր, որ այս իշխանությունները, ինչպես նաեւ շատ է խոսվել այդ մասին, հարձակվել են եկեղեցու վրա, թիրախավորել են հավատավոր հոտին եւ այսպես շարունակ։ Եթե ծանոթացել եք այդ տեքստին, ինչի մասին էր եւ եկեղեցին ինչու է շարունակում մնալ այս process-ներում։
չասեմ եկեղեցին Գարեգին երկրորդը եւ իր նեղ շրջապատը հանդիսանում է այդ քաղաքական միավորների կամ այդ քաղաքական էլիտայի, ովքեր 20 տարի բռնազավթել էին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, այդ քաղաքական էլիտայի բաղկացուցիչ մասը եւ հետեւաբար չի կարող մի թևը իրեն պահել այդպես, մյուսը, չգիտեմ, հակառակ պետականամետ կամ լոյալ պետությանը եւ հետեւաբար իրենց տարածած հայտարարությունները նույնպես պետքա լինեն քաղաքական, ինձ ուղղակի սարսափեցնում են ցուցակը, որը կա Բարսագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների, ովքեր ընդհանրապես պետքա առնչություն չունենային մեծ առումով հոգևորի հետ, բայց այնուամենայնիվ պարոն Արաքելյան, ում նկատում դե ես անուններ էս պահին չտամ, հատկապես աշխարհիկ դեմքեր կան, չհաշված որոշ էլի Բարսաշճան շակերտների մեջ հոգևորականներ, բայց այնուամենայնիվ մենք վերջին տարիներին տեսել ենք, որ Մայր Աթոռը իդեմս իր հոգևոր դասի տարածում են ոչ թե հոգևոր, այսպես ոլորտին վերաբերող հայտարարություն, այլ զուտ քաղաքական հայտարարություն է, երբեմն մենք տեսնում ենք այդ հայտարարությունները գրեթե մեկին մեկ կամ դրա տողատակերում արտահայտված մտքերը մեկին մեկ կրկնող եւ Հայաստանի շրջանակների հայտարարություններին եւ օրինակ ասենք նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին ես հիշում եմ եթե չեմ սխալվում 23 թվականի այդ թեզ նետվեց ուրեմն շրջանառության մեջ, որ քանի որ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար Ռուսաստանը ոչ մի բան չէր կարող անել, նման հայտարարություն, նման բովանդակությամբ ընդամենը մեկ օր հետո, եթե չեմ սխալվում, տարածեց նաև Մայր Աթոռը ու դա գոնե իմ համար, ասենք, ողբերգական էր, երբ որ դու հասկանում ես քաղաքականությունից, դու կարողանում ես այդ քաղաքականության տողատակերը կարդալ ու դու հասկանում ես, որ այս տեքստը գրվել է մեկ կենտրոնից կամ հրահանգվել է մեկ կենտրոնից ու քո հազարամյա եկեղեցին այսօր հրանգներ է ստանում երրորդ երկրներից։ Իսկ դա ինչի ցուցիչ է, պարոն Արաքելյան։ Դա նրա ցուցիչ է, որ այս մարդիկ բացի հոգևոր լինելուց, ամեն ինչ են, բացի հոգևոր լինելուց, ու այդ մարդիկ պետք է հեռանան, անկասկած պետք է հեռանան ու ազատեն եկեղեցին այդ ուրեմն աշխարհիկ տեսեք, երբ որ ասում ենք աշխարհիկ բարքեր, դա չի նշանակում, որ աշխարհիկ բարքերը պետք է անբարո լինեն անպայման, բայց իրենք ապրում են ըստ էության աշխարհիկ եւ անբարո բարքերով, ես գոնե ինձ աշխարհիկ մարդ վիրավորված կզգամ, եթե ես ապրեմ այդ վարք ու բարքով, ինչպես իրենք են ապրում, հոգևորականի սքեմի տակ ապրում են նման վարքով ու բարքով։ Պարոն Արաքելյան, բայց տևական ժամանակ է մենք տեսնում ենք խոսակցությունները կան, այդ պահանջը կա, որ կաթողիկոսը պիտի հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, բայց մյուս կողմում մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, ավելին իր շուրջ ներսում էլ կոնսոլիդացիա կա եւ հոգևոր խորհուրդը, եպիսկոպոսաց դասը, որոնց միջոցով այսպես ակնկալիք կար, որ այդ հարցը կբարձրաձայնվի, կարծես թե դեռ ականջալուր չեն այս պահանջներին եւ կամ այս խոսակցություններին։ Տեսեք, եթե մեկը հանցանք է կատարում, օրինակ, իր շուրջը պետք է համախմբի այնպիսի մարդկանց, որոնք նույնպես ինչ որ հանցակիցներ լինեն, որպեսզի հետագայում իրենից չպահանջեն պատասխան հանցանքը իրականացնելու դեպքում։ Կնայած դա չէ, որ այնտեղ կան շատ մարդիկ, ովքեր էլի նույն կարգավիճակում են, հա, ինչ որ Գարեգին բան եւ հետեւաբար եթե իրենք կպահանջեն Գարեգին բեի հեռացում, ապա Գարեգին բան շատ հանգիստ կարա ասի, որ նույն իրավիճակում դուք եք եւ բնականաբար այս իրավիճակում արդեն մեկը մյուսին այսպես աջակից լինելը եւ պահելը դառնում է իրենց համար առաջին խնդիրը, բայց ես համոզված եմ, որ կան եւ կգտնվեն Բարսաշճան հոգեվորականներ, ովքեր այդպեսին չեն եւ իրենք նաեւ ներսից այս գործընթացը առաջ կտան։ Եվ վերջին հարցը, պարոն Արաքելյան, փորձեմ ամփոփել, սա արդեն վերաբերվում է ադրբեջանական կամ ադրբեջանի տարածքով ղազախական եւ ռուսական ցորենին, գիտեք, օրեր շարունակ այդ պնդումները կային, որ նախ հնարավոր չէ, որ ադրբեջանի տարածքով դա կհասնի Հայաստան, հետո խոսակցություններ եղան, որ այդ ցորենը կարող է լինել թունավոր եւ ամենատարբեր մանիպուլատիվ խոսակցություններ
վստահ եմ մամուլից էլ ծանոթ եք։ Հիմա արդեն խոսակցության թեման դարձել է այն, որ Ղազախստանից եկած ցորենի չափաբաժիններից մեկը անասնակեր է, դա 4-րդ կարգի ցորեն է եւ այսօր դա ընդդիմության համար է դարձել շահարկման առարկա։ Էական է թե ինչ է հասնում Ադրբեջանի տարածքով Հայաստան, թե այստեղ էականը ոչ թե անասնակերն է, այլ որ Ադրբեջանի տարածքով ըստ էության արդեն անարգել Հայաստան է հասնում պարենային, այսպես ասեմ, պարեն։ Բնականաբար այստեղ մեր համար էականը, որպեսզի այդ ուղին բաց լինի եւ Հայաստանը կարողանա ցանկացած տեսակի ապրանք ներկրել եւ արտահանել այդ տարածքով, այս ամենի նպատակը բնականաբար այս գործընթացը վարկաբեկելն է օգոստոսի 8-ից հետո, ամեն կերպ ցույց տալ, որ Ադրբեջանը չի իրականացնելու իր վրա վերցած պարտականությունները, որ խաղաղություն տեղի չի ունենալու, գործընթացը տեղից չի շարժվելու, այդ ճանապարհը, օրինակ Ռոբերտ Քոչարյանը բնութագրում է նույնը, ինչ որ նոյեմբերի 9-ի, դա այն պարագայում, երբ որ օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսում է FSB վերահսկողության մասին, այնտեղ նման բան չկա, էլի, եթե FSB-ն իր համար այտենց նորմալ բան է, հա, երրորդ երկրի անվտանգային ծառայությունը, ապա օքեյ, նույնը։ Եվ հետեւաբար այս մարտիկ ամեն կերպ փորձելու են անվանարկել եւ վարկաբեկել այս գործընթացը, փորձելու են ցանկացած տնտեսական հնարավորություն, որ կարող է բացվել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով, դա ուրեմն վարկաբեկել, բայց նաեւ ես նշեմ, կհիշենք մենք այս ուրեմն պահը, երբ որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն ու այլևս իրենց հետ տնտեսական հնարավորությունները, հարաբերությունները զարգացնելու հնարավորություն լինի, այս շրջանակները առաջինը իրենք են վազելու Թուրքիա եւ Ադրբեջան, ուրեմն խոշոր տնտեսական կապեր հաստատելու թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, դրա երևի խորհրդանիշը վերջերս Ստամբուլի քաղաքապետի հեռախոսահամարների ցանկի այսպես բացահայտումն է, որտեղ ըստ էության գտել են նաև Հայաստանի նախկին վարչապետի Կարեն Կարապետյանի հեռախոսահամարը, այսինքն այս մարտիկ նույնիսկ այսօր ակնհայտ կամ թաքուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ ունեն էլի բիզնես առնչություններ, բայց չէ, Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացին չպետքա բաց սահմաններով երթվեկի, չպետք են Հայաստանում գործող բիզնեսները առնչություն ունենալ թուրքական ու ադրբեջանական բիզնեսների հետ եւ մենք չպետք է այդ առումներով այդ ուղղություններով գումարներ վաստակենք, դրա իրավունքը ըստ էության փաստացի իրենք ունեն եւ կրկնեմ, երբ որ բացվեց այդ սահմանները, ես համոզված եմ, որ առաջինը իրենք են վազելու Թուրքիա եւ Ադրբեջան եւ առաջինը իրենք են իրենց խոշոր կամպանիաներով համագործակցելու թուրքական եւ ադրբեջանական բիզնեսների հետ։ Եվ պարոն Արաքելյան, քանի որ այս իրողությունը կապեցիք օգոստոսի 8-ի հետ, տեսեք ընդդիմությունը այլ շահարկում էր անում նաեւ Օվերչուկի հայտարարությունը, եթե տեսել եք, ասում է, որ նախ ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասնում միանշանակ ռուսական ջանքերի օգնությամբ եւ հետո Աննա Գրիգորյանը Հայաստան Դաշնքից հայտարարում է, որ դա ոչ թե օգոստոսի 8-յան իրողություններն են, այլ անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհքն է եւ Պուտինյան ճանապարհ է ասում, Պուտինի ճանապարհով հասել։ Դե իրանք բոլոր ճանապարհները Պուտինյան են, թող իրանք այդ ձև անվանեն, ասենք Ադրբեջանի նախագահի համար այդ ճանապարհները Զանգեզուրյան են, իրանք համար Պուտինյան են։ Հիմա եթե իրանք դա բավարարում է եւ բավարարված են զգում, թող այդպես ամեն օր կրկնեն, բայց իրականում եթե օգոստոսի 8-ը նշանակություն չուներ, ապա ինչու օգոստոսի 8-ից առաջ Պուտինը կամ Ռուսաստանը նման նախաձեռնությամբ հանդես չէին գալիս եւ չէին կարողանում Ադրբեջանի տարածքով ինչ որ թեկուզ մեկ բեռնատար բերել եւ հասցնել Հայաստան։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, կհանդիպենք։